for your speech today. You have addressed us in an open and honest way. We are living in troubled times. The political scenario looks like a roller coaster with ups and downs very fast. We welcome the clear determination of the governments to follow the Armenian government to follow the European path. The visit of Kaja Kallas last June was a very good example of this commitment. I was going to ask you about this path to Europe that you are following with leadership and determination, not looking to the past, but looking to the present and for the future of your country, closing the past and opening a better future. But today is a day of hope for all of us. The plan for the Middle East that was launched yesterday is very important. Now Hamas is who needs to do the next movement. What do you think about it? Do we have the right to be optimistic about it? Thank you again. Congratulations from the EPP for the path of Armenia and for the work of the Armenian delegation here in the Council of Europe. Thank you, Pablo. Your Prime Minister, would you like to respond? Շնորհակալ եմ շատ հարցի համար, գիտեք, որ նախագահ Տրամպը խաղաղության ծրագիր է առաջարկել եւ միջազգային հանրությունը ողջունել է արդեն այդ ծրագիրը, մենք նույնպես ողջունում ենք եւ հույս ունեմ, որ ծրագրի իրագործման արդյունքում ի վերջո կհաջողվի խաղաղություն հաստատել Գազայի գոտում, նաեւ ասեմ, որ նախորդ տարի մենք ճանաչել ենք Հայաստանի Հանրապետությունը, ճանաչել է Պաղեստին պետությունը եւ մենք իհարկե ուշով հետևում ենք գործընթացներին եւ հույս ունենք, որ ի վերջո խաղաղություն կհաստատվի Գազայում նախագահ Տրամպի ջանքերի արդյունքում եւ միջազգային հանրության աջակցության պայմաններում։ Ինչ վերաբերվում է մեր քաղաքականությանը, Եվրոպայի խորհրդի անդամ լինելով արդեն ես ասացի, որ մենք մեզ վստահ ենք զգում Եվրոպայի ժողովրդավարական երկրների շարքում, որովհետև տեսնում ենք, որ ունենք աջակցություն, ունենք ընդունելություն եւ դրա համար շնորհակալ ենք։ Ընդգծեմ նաեւ, որ նախորդ տարի Հայաստանը ընդունել է Եվրոպական միությանը Հայաստանի անդամագրման գործընթաց սկսելու մասին օրենք, որը արդեն մտել է ուժի մեջ եւ շատերը մեզ հարցնում են, թե եւ ուրեմն երբ Հայաստանը կդառնա Եվրոպական միության անդամ կամ ինչքանով է Հայաստանի անդամագրումը Եվրոպական միության իրատեսական։ Մենք ասում ենք, որ առանց Եվրոպական միության ստանդարտներին համապատասխանելու հնարավոր չի լինել Եվրոպական միության անդամ։ Եվ հետևաբար բոլոր դեպքերում մեր առաջնային խնդիրը երկիրը համապատասխանեցնելն է Եվրոպական միության ստանդարտներին։ Այն պահին, երբ որ մենք օբյեկտիվորեն կհամապատասխանենք Եվրոպական միության ստանդարտներին, այդտեղից կա երկու ճանապարհ։ Մեզ կամ կընդունեն Եվրոպայի միության անդամ կամ չեն ընդունի Եվրոպայի միության անդամ։ Եթե կընդունեն մեզ, շատ լավ, եթե չեն ընդունի, մենք մեկ այլ կարևոր խնդիր լուծած կլինենք, մենք կլինենք Եվրոպական միության ստանդարտներին լիովին համապատասխանող երկիր, ինչը էականորեն կուժեղացնի մեր ժողովրդավարությունը, կուժեղացնի մեր անկախությունը եւ կուժեղացնի մեր բարեկեցությունը։ Շնորհակալ եմ։